Ողջույն սիրելիներս, բարի գալուստ իմ նորաստեղծալիք, ես Անին եմ և վերջապես որոշեցի ստեղծել իմ փոքրիկ անկյունի YouTube-ում։ Այսա առաջի վլոգն է, իմ առաջի վլոգն է, և ես կներկայացնեմ մեր առօրյան, ինչ ենք անում, ուր ենք գնում, ինչ պահեր ենք ունենում, երեխաների հետ խաղերով կկիսվեմ, այսինքն մայրիկի առօրյա կյանքով ունեմ երկու բալիկ, մի տղա, մի աղջիկ, հավես տեսանյութեր կտեղադրեմ, կներկայացնեմ համեղ ու հետաքրքիր բաղադրատոմսեր ու կներկայացնեմ ձեզ։ Դե ինչ, եկեք սկսենք մեր առաջին վլոգը, իմ ես բարի ժամանց, իսկ ձեզ բարի դիտում։ Ինչ, տամ կակա։ Վայ, իմ բոլին, կույ։ Ինեսա։ Դե միլաց, լկական վերցրու, տես քուչուպիկնա, դե վերցրա արևս։ Նին։ Դե կեր արևս, կեր։ Համովա։ Նի, այնի, ինեսա, լե բարևի մեր հետևորդներին ասա, բարև ձեզ, դե բարևի, դե մի նեղանա, բարևի, ոնց են անում շունիկները հլա ասա, ինեսուկ, շունիկները ոնց են անում, հա, հոցով ուտտոնը, հլա ասա, շունիկները ոնց են անում, ինես, հլա շունիկների ձևերն արա, ոնց են անում շունիկները, հաֆ, աղջիկներս հավի միսամ և կարտոֆիլը կտրատել եմ, լվացել եմ, հիմա դասավորում եմ տարայի մեջ, որպեսի համեմենք և տեղափոխենք ջռոց, որպեսի պատրաստենք և համտեսենք։ Կարտոֆիլն ու միսը դասավորված են, հիմա ավելացնում ենք 2 ճաշի գդալ տոմատի մածուկ և 2 ճաշի գդալ թթվասեր, կարող եք ավելի շատ ավելացնել ըստ ձեր ցանկության, ավելացնում ենք աղ, բուսայուղ և ամբողջը միասին լավ խառնում ենք, որպեսզի տարածվեն, համերը խառնվեն իրար, այս սոուսով շատ համով է լինում, տոմատի մածուկն ու թթվասերը հիանալի համադրություն են հենց մսի և կարտոֆիլի համար, եթե տեղափոխելու եք ջռոց, այս տարբերակով պատրաստեք, շատ համեղ է ստացվում, հաստատ չեք փոշմանի, համ դուր կգա ձեզ, համ ձեր տան անդամներին, հիմա ամբողջը խառնենք և տեղափոխենք ջռոց, արդյունքը կնկարեմ և կցուցադրեմ։ Հələ մի հատ տեսեք ինչ լավ է ստացվել, ինչ կարմիր, հյութեղ տեսք ունի, հիմա սեղան կդնենք և կհամտեսենք այս շքեղությունը, մեզ բարի ախորժակ, իսկ ձեզ բարի դիտում։ Սիրուններս հացի կերանք վերջացրեցինք, հիմա արագապսեները լվանում եմ, խոհանոցը կոկիկ հավաքում, դասավորում ենք, որպեսզի գործ չունենանք անելու։
Հիմա արագ լվանամ եւ միանամ ձեզ։ Պատրաստում ենք պաղպաղակով, ձմերուկով եւ ռոյալի բույով ֆրեշ, սառը ֆրեշ։ Հիմա կտրատում ենք ձմերուկը, մոտ 300-ից 400 գրամ։ Լցնելու ենք բլենդերի մեջ, հարելու ենք, հեսա ձմերուկը կտրատեմ, վերադառնամ ու մանրամասն ձեզ ներկայացնեմ։ Հիմա կորիզը ձմերուկից առանձնացնում ենք պարտադիր, որպեսզի մեր ֆրեշի մեջ կորիզ չլինի, ձմերուկի հատիկներ չլինի, հնարավորին չափով պետքա հեռացնենք։ Հեռացնում ենք։ Փոքր կտորների ենք վերածում։ Շատ մանր չէ, շատ էլ խոշոր չէ, որովհետև բլենդերը ինքը կմանրացնի։ Շատ փափուկ ձմերուկ է ու շատ կորիզոտ։ Մաքրեմ ու վերադառնամ։ Աղջիկներ ջան, ձմերուկը ամբողջությամբ կորիզը հանարեցինք։ Հիմա ձմերուկը տեղափոխում ենք բլենդերի մեջ։ Ձմերուկը կտեղափոխենք բլենդերի մեջ, կբացենք մեր պաղպաղակները։ Նորույթ են, դուք որ պաղպաղակներ շատ համով է։ Ես թվում է, այս տարբերակով ավելի համով կստացվի։ Հիմա ձմերուկը կտեղափոխեմ բլենդերի մեջ, սրանք էլ կբացենք, էլի կավելացնեմ, կմիանամ։ Ահա սիրուններս, հիմա ձմերուկը տեղափոխենք բլենդերի մեջ։ Հարմար տեղավորվեց։ Հիմա բացում ենք մեր պաղպաղակները։ Բարաբացվում ենք պաղպաղակները։ Ոչինչ։ Շրջկացվի։ Այս կտորների ենք վերածում։ Շատ համով պաղպաղակա։ Համ իր չափսն է նորմալ։ Ոչ շատ է, ոչ էլ քիչ։ Այնքան շոգ է, որ ճիշտ է հիմա 10:30 համարյա 11-ն է գիշերվա, բայց այն կարգի տոթ է, այն կարգի շոգ է, պետք է ինչ-որ մի եղանակ գտնենք ու հովանանք։ Մենք այս տարբերակն ենք ընտրել, հիմա տեսնենք ինչ ենք ստանալու։ Ճիշտ է, ավելի լավ կլիներ մի հատ ձմերուկը հարել, մի քիչ ջրային զանգված ստացվեր, հետո մեր պաղպաղակը ավելացնեինք, բայց ինձ թվում է ոչ մի տարբերություն էլ չկա, եկա երկուսն էլ պետք է համասար զանգված ստանանք։
Երկուսն էլ համասեր զանգված է լինելու։ Հարաբես տարբերություն չկա։ Երեք հատ ավելացնենք, որ գոնե քիչ սառնությունն ավելի շատ լինի։ Դե ինձ հիմա մեզ սառը պետք։ Սառը մի բան։ Քիչ հովանան գոնե շոքից։ Սիրեցինք։ Ավելացնենք մի փոքր սառը ջուր։ Փոքր սառը ջուր կավելացնենք այստեղ։ Սառնության համար։ Որ շատ պինդ չլինի։ Դա բերեք սա մի հատ խփենք։ Սա մի հատ միացնենք հալվի ու անցնենք առաջ։ Իրան հետո կմիացնենք հարեցինք, հիմա կավելացնենք սուրճը, սուրճով շատ ավելի համեղ է ստացվում, համընդգծվում է, ոնց որ սուրճ խմես, նաև սուրճի հետ մեկտեղ հովանաս։ Հիմա երկու հատ ավելի հիվիք, քանի որ շատ է։ Միացնենք կրկին։ Ինքան անուշ հոտ ունի, շատ անուշ է բուրում։ Սիրուններս մեր համեղագույն ֆրեշը արդեն պատրաստ է։ Հիմա տեղափոխում եմ տարաների մեջ, որպեսզի վայելենք։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ մինչև վերջ դիտեցիք իմ տեսանյութը։ Կխնդրեմ բաժանորդագրվել իմ ալիքին, հավանել տեսանյութը, մեկնաբանությունների բաժնում գրել արդյոք հավանեցիք իմ վլոգը YouTube-ում։ Կխնդրեմ շատ խիստ չդատել, քանի որ առաջին վլոգն էր YouTube-ում։ Կփորձեմ ավելի շատ բովանդակալից տեսահոլովակներ տեղադրել իմ ալիքում։ Կխնդրեմ մեկնաբանությունների բաժնում գրեք նաև որ քաղաքից եք, որ երկրից եք։ Եթե հարցեր ունենաք, գրեք մեկնաբանությունների բաժնում, մեծ սիրով կպատասխանեմ։ Այսպիսով սիրուններս, հիմա գնանք սուրճ խմենք։ Կհանդիպենք հաջորդ վլոգում, բոլորիդ պաչիկներ եմ ուղարկում և շատ-շատ սիրում եմ բոլորիդ։ Հաջողություն։